Իրանը կրակի տակ լուսացրեց օրը։ Զոհեր, վիրավորներ կան բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։ Իսրայելական մամուլի տվյալներով տուժածներ կան նաև քաղաքացիների շրջանում։ Ինչ վիճակ է Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշոր իրանահայ համայնքում։ Ռմբակոծումները տեղի են ունեցել Թեհրանում արևելյան եւ արևմտյան շրջանում, կենտրոնը, որ հայաբնակ թաղամասներ են, ռմբակոծություն տեղի չի ունեցել, ոչ վիրավոր ունենք, ոչ մահ գրանցվել։ Հայ համայնքում զոհեր ու վիրավորներ չկան, նշանակետերը բավական հեռու էին հայկական թաղամասերից, ասում է Հունանեսյանը։ Բացի այդ, իրանական սովորության համաձայն քաղաքացիներն ուրբաթ օրը տանն էին։ Վտանգը ավելի հեռացել է այդպես։ Հայաստանի արտգործնախարարությունը խորապես մտահոգիչ է համարել Իրանի դեմ միակողմանի հարձակումը։ Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ այն վտանգում է խաղաղությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Տեղի ունեցածը մտահոգիչ էր նաև Նիկոլ Փաշինյանի համար։ Իրանահայ համայնքից մինչդեռ մտահոգիչ են համարում Հայաստանի վիճակը։ Մենք ենք ուզում կոչ անենք Հայաստանի իշխանություններին, որ էշի ականջում քնած են, որը զգոն լինեն, որովհետև ամեն րոպե կարող է սպառնալի քաղաքացիների կողմից։ Իսահակ Հունանեսյանը վտանգավոր է համարում Հայաստանի վիճակն Իրանի դեմ սկսված պատերազմից հետո։ Ասում է, ամբողջ հայ համայնքը այնքան իրենց համար չեն մտածում, որքան Հայաստանի, մասնավորապես Սյունիքի մարզի համար։ Իրանում ազգային փոքրամասնություններից իրանահայ համայնքը 400 տարվա պատմություն ունի։ 1992 թվականին հիմնվել է Իրան-Հայաստան առևտրական պալատը։ Կան բազմաթիվ հասարակական մասնագիտական միություններ եւ կազմակերպություններ, բժիշկների, գրողների, իրավաբանների, ճարտարագետների եւ այլնի մասնակցությամբ։ 1995 թվականին Թեհրանի Ազատ համալսարանում գործում է հայագիտական բաժանմունքը, կա հայկական ռադիոժամ։ Հայ կաթողիկե համայնքի անդամների թիվը չի գերազանցում 3000-ը։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։